այցով պայմանավորված ինչ ակնկալիքներ կան, այդ ակնկալիքների իրականացումը դուք որքանով եք համարում, որ Իրականում ես կարծում եմ Միացյալ Նահանգների փոխնախագահը բավականին բարձր մակարդակով այց է տարածաշրջան եւ փաստացի նրանք ցանկանում են խորհրդանշել իրենց միջնորդական առաքելության դերը նշանակությունը ու ակցիաներով տարբեր ակցիա ասելով նկատի ունեմ նաեւ հորդոր, որտեղ ես չեմ համարում սա բողոքի ակցիա, ես համարում եմ, որ իրենք ունեն այդ հնարավորությունը լծակները ազդել Բաքվի վարչակարգի վրա, ազդել Իլհամ Ալիևի վրա եւ հասնել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Ոստի կարծում եմ զուտ այդ տեսանկյունից ելնելով արժի ուղղակի եւս մեկ անգամ ցույց տալ, որ հայ հանրությունը ունի այդ ակնկալիքը Միացյալ Նահանգների փոխնախագահից եւ այդ ակնկալիքով հենց դիմում են իրենց։ Բայց այս պայմաններում շղթայված Բաղրամյան պողոտայում անգամ հնարավորություն չկա հասնել նախագահական մուտքի մոտ, ինչպես եք պատկերացնում դա իրականացնել։ Դե անկեղծ ասած կարծում եմ, որ որոշակի վերջո իրենք աչքերում են տեսնում են եւ լսողությունն են լսում են, նաեւ իրենց անվտանգությունը ընդհանուր իրավիճակի վերլուծություն բնականաբար արվում է, հաստատ տեղյակ լինելու են, որ մարդիկ հավաքվել են, այդ նշանները պահել են քրիստոնյա հայերի ազատ արձակման եւ ես իրապես շատ հույս ունեմ, որ Բաքու իր այցի ժամանակ այդ խնդիրը դրվելու է Ադրբեջանի ղեկավարության սեղանին։ Հայկական կողմը նաեւ նշել էր, որ երկկողմ հայտարարություններ են լինելու, դուք ինչ սպասումներ ունեք, այդ հայտարարությունները հիմնականում ինչին կարող են վերաբերել։ Ենթադրում եմ կխոսեն խաղաղության հաստատման մասին, կխոսեն թրիփի մասին, ձեռնարկված միջոցառումների համագործակցության երկկողմ օրակարգերի մասին, ենթադրում եմ այդպես, շատ ուրախ կլինեմ, եթե այդ խոսակցության մեջ նաև խոսք գնա հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ։